Նույն տապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության եւ անվտանգության հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանին, պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնում է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպելու է ուկրաինական պատվիրակության հետ, առաջ մղելու ԱՄՆ նախագահի նպատակները հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, հաշվի առնելով Սպիտակ տանը տեղի ունեցածը Զելենսկուի եւ Թրամփի միջև, դրանից հետո հաջորդած հայտարարությունները, նաեւ Ուկրաինային ռազմական աջակցության դադարեցումը, ինչ կարող եք ասել, արդյոք պարտադրվելու են լուծումներ Ուկրաինային եւ Զելենսկին կամ ուկրաինական կողմը ստիպված է լինելու ինչ որ պահի համաձայնել այդ արտադրանքների հետ։ Ուկրաինական կողմը արդեն իսկ համաձայն է եւ համաձայն էր դադարեցնել պատերազմը։ Ուկրաինական կողմի խնդիրը նա է, որպեսզի այդ դադարից հետո Ռուսաստանը 6 ամիս կամ 1 տարի կամ 4 տարի հետո Թրամփի ժամանակաշրջանից հետո նորից չհարձակվի Ուկրաինայի վրա։ Սա է խնդիրը։ Սա է ուկրաինական կողմի պահանջը, որովհետեւ արդեն 2 անգամ իրենք պայմանավորվել են ռուսական կողմի հետ։ Վերջինը 19 թվականին, որը նաև հիշատակել է նույն Մակրոնը, եւ այդ ուրեմն զինադադարը խախտել է նորից ռուսական կողմը։ Եվ հետեւաբար այս պայդրությամբ եւ ռուսական կողմը շատ ավելի թույլ է, քան էր, նա չի ուզում հնարավորություն տա ռուսական կողմին վերգտնել, վերազինվել եւ ավելի լայն թափով հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ սա կիսում են նաև եվրոպացի գործընկերները, շատ լավ հասկանալով, որ հաջորդ թիրախը հենց իրանք են։ Մենք գիտենք, օրինակ, նույն Լեհաստանը իր 250,000-անոց բանակը պատրաստում է դարձնել 500,000-անոց բանակ։ Եվրոպան ամբողջությամբ մեծացնում է պաշտպանական ծախսերը։ 800 միլիարդ դոլարի, մինչև տարեվերջ արդեն Լեհաստանը մշակում է մի մոդել, որ երկրում յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ պետք է անցնի զինվորական պատրաստություն, վերապատրաստում եւ այլն։ Այսինքն այնպես չէ իրենք պարապ են մնացել եւ կամ հավատում են Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Վլադիմիր Պուտինը խաղաղություն է ուզում եւ ուզում է կանգնել։ Ես թերահավատ եմ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես է Դոնալդ Թրամփը համոզելու Պուտինին, որպեսզի պատերազմը դադարեցնեն, օրինակ գիտեք, որ եվրոպական կողմը առաջարկել է, որպեսզի 1 ամսով ֆրանսիական կողմի առաջարկն է 1 ամսով դադարեցնեն բոլոր տեսակի ուրեմն զիված գործողությունները օդում, ծովում, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ, եւ արդեն իսկ ռուսական կողմը ասել է ոչ, մենք չենք համաձայն չենք։ Բայց մենք դեռ չենք լսել, որ Դոնալդ Թրամփն ասի, որ ռուսական կողմը պատրաստ չէ, ռուսական կողմը ուզում է նորից պատերազմել, հա, այսինքն այն նույն նեգատիվ հռետորաբանությունը, որ նախագահ Թրամփն օգտագործել է նախագահ Զելենսկիի նկատմամբ, մենք դեռ չենք լսում առ Վլադիմիր Պուտինի։ Դա ինչ է նշանակում։ Դա միգուցե իր պատկերացմամբ ինչ որ մի դիվանագիտական հնարք է, որ աշխարհին ցույց տալու, որ այ ռուսական կողմը պատրաստ է, որովհետև ես վստահ եմ, որ ինքն էլ գիտի, որ նրանք պատրաստ չեն։ Ընդ որում իրենք արդեն խոսել են դրանից, եւ ռուսական կողմը ասել է, որ մենք պատրաստ չենք, մենք չենք ուզում կանգնենք։ Այսինքն իրենք ուզում են կանգնեն, բայց իրենց պայմաններով, իսկ իրենց պայմանը ամբողջը իրենց այսպես կոչված սահմանադրությամբ ամրագրված ուկրաինական հողերի արգրավումն է, որպեսզի Ուկրաինայում նոր ընտրություններ լինեն, որպեսզի այնտեղ ռուսացի լեզու դասավանդվի, մի խոսքով ամբողջական կապիտուլյացիա։ Բայց նույնիսկ եթե ուկրաինական կողմը այսօր համաձայնի այդ կապիտուլյացիային, դա բավարար չէ Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանին պետք է ամբողջ Ուկրաինան իր տարածքով, որպեսզի արդեն հետո Ուկրաինայից, ինչպես նաև օգտագործելով այդ նոր բանակը ուկրաինական, այդ նոր սպառազինությունը ամբողջությամբ օգտագործի եւ գնա Բալտիկ երկրների հետևից, Մոլդովայի հետևից, հետխորհրդային մնացած երկրների, Վրաստանի, Հայաստանի։ Ես թերահավատ եմ, որ նա օրինակ Ղազախստանի ուղղությամբ կամ այդ երկրների ուղղությամբ որևէ ոտնձգություն կկատարի կամ Ադրբեջանի նկատմամբ, իմանալով, որ միջնասիական երկրներն ունեն աջակցությունը Թուրքիայի, Չինաստանի, Ադրբեջանը ունի աջակցությունը Իսրայելի, Թուրքիայի եւ բնականաբար ամենաթիրախային երկրներն են Մոլդովան, Վրաստանը, որը կարծես թե գուցե չի էլ դիմադրելու, եւ Հայաստանը։
Եվ հետևաբար այս պատերազմը նաև Հայաստանի մասին է։ Անուղղակիորեն, ուղղակիորեն։ Մինչև Հայաստանին գալը, պարոն Բլեյան, դուք ասացիք, Ուկրաինան ի սկզբանե համաձայն էր պայմաններին, խաղաղության գնալուն, բայց եթե այդպես էր եւ նաեւ Զելենսկին գիտակցում էր, որ ԱՄՆ-ի աջակցությունը կենսական է իր երկրի համար, արդյոք պետք է սպիտակ տանը տեղի ունենար, այն ինչ տեղի ունեցավ։ Որտեւ այս առումով մեծ քննադատություն կա Զելենսկի ուղղությամբ։ Իհարկե, բայց Դոնալդ Թրամփը երկու բան փորձեց, երկուսն էլ չաշխատեցին։ Առաջինը նա փորձեց ուրեմն նախագահ Զելենսկին չեզոքացնել որպես լուրջ երկրի ղեկավար, որպես լուրջ լիդեր եւ դրանով ել ավելի թուլացնել իր բանակցային դիրքերը։ Դա չստացվեց, որովհետեւ իրականում Զելենսկի վարկանիշը ել ավելի աճեց իր երկրում եւ ոչ միայն Ուկրաինայում, այլ ամբողջ աշխարհում, որովհետեւ ընդ որում դա հարվածեց Դոնալդ Թրամփի ղեկավարած վարչակազմին եւ Դոնալդ Թրամփին անձնապես։ Հետագայում նա փորձեց թուլացնել արդեն Ուկրաինային մարտի դաշտում եւ այդ իսկ պատճառով նա դադարեցրեց սպառազինության մատակարարումը, ընդ որում այն սպառազինության, որը ոչ թե նա է կարգադրել, այլ Բայդենի վարչակազմը։ Հետևաբար երբ օրինակ Օվալաձև կաբինետում նա պահանջում էր Զելենսկից շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն։ Դա քո սպառազինությունը չէ։ Դա Բայդենի սպառազինությունն է միջև 26 թվականի վերջ։ ԱՄՆ-ի, բայց ասում է շնորհակալություն, ում շնորհակալություն։ Բայդենին ինչքան ասել շնորհակալություն են ասել։ Հետևաբար, բայց բացի դրանից, իսկ ինչի համար շնորհակալություն։ Բա 94 թվականին որ պարտադրում էի Ուկրաինային, որ իրենց երրորդ միջուկային մեծությամբ արսենալը հանձնեն Ռուսաստանին, բա հիմա ումից ստանանք, Բիլ Քլինտոնից ստանանք, հա։ Չէ, այդպես չի։ Շնորհակալություն ինչ համար, դա ձեր պարտավորությունն է, դուք պարտավորություն եք վերցրել, որ Ուկրաինայի վրա չեն հարձակվի։ Այդ պարտավորությունից դրդված է նաև Միացյալ Թագավորությունը օգնում։ Այդ պարտավորությունից դրդված է նաև Ֆրանսիան օգնում, որովհետև հետագայում Ֆրանսիան նույնպես միացավ այդ համաձայնագրին։ Հետևաբար այնտեղ շնորհակալության խնդիր չկա։ Այնտեղ կա ձեր պարտականությունների կատարում։ Բայց այնուամենայնիվ Դոնալդ Թրամփին էլ ինքը քնիցս ասել է շնորհակալություն եւ ես պլանավորած սցենար եմ դիտարկում, որպեսզի նսեմացնեն եւ թուլացնեն Զելենսկին որպես ղեկավար, որպես լիդեր, որպես բանացող, որը չստացվեց։ Չստացվեց նաեւ եվրոպացի գործընկերների աջակցությամբ, որովհետեւ իրենք մոբիլիզացվեցին, մենք հիշում ենք ան լոնդոնյան սամիթը, որը շատ կարևոր էր, որտեղ այնտեղ ներկայացված էին նաեւ Կանադան եւ Թուրքիան, որոնք կապ չունեն, հա, այսպես Եվրամիության հետ կամ եվրոպական երկրների հետ, որքան էլ Թուրքիան միգուցե համարեն եվրոպական երկիր, բայց անամենայնիվ իրենց ներկայությունն այնտեղ նաև սիմվոլիկ էր եւ կարևոր ես կարծում եմ, մենք տեսնում ենք, որ Միացյալ Թագավորությունը, որը վերջերս Brexit-ի արդյունքում դուրս մնաց Եվրամիությունից եւ իհարկե իրենք շատ մեծ տնտեսապես այդքան էլ լավ վիճակում չեն, որովհետեւ այդ Brexit-ի պատճառով իրենք մեծ կորուստներ են ունեցել, ունենում եւ ունենալու են, բայց անոմենայնիվ այսօր Լոնդոնն ինքն է խնդրում Բրյուսելի հետ համագործակցություն եւ փորձում է որպես այդ նոր Եվրոպայի որպես ղեկավար առաջնորդ հանդես գա։ Ես սա ողջունում եմ, դա շատ կարեւոր է։ Մենք տեսանք նաև նույն նախագահ Չարլզի ընդունելությունը, ձեռք սեղմումը, որը շատ չտեսնված երևույթ է, որովհետև իրենց պրոտոկոլներով թագավորի կամ թագու ձեռքը չեն սեղմում, միջ այն եղել են օրինակ փորձեր, նույն Ջոզեֆ Բայդենի կողմից իրենք միշտ մերժել են, բայց այստեղ մենք տեսանք, որ ինքը մեկտես ձեռքը սեղմեց Զելենսկին առանց կոստյումի էր, շատ խոսուն էր եւ արդեն կա տեղեկատվություն, որ Դոնալդ Թրամփը շատ բացասաբար է անդրադարձել այդ ամենին եւ նա մտածում է, թե արդյոք պետք է այսքանից հետո պետական այցով մեկնել Լոնդոն։ Մենք գիտենք, որ նա կարծես թե ինչ որ անձնային խնդիրներ ունի, բայց դա մի կողմ։ Բայց այնուամենայնիվ, այո, նաեւ հետախուզական տեղեկատվության փոխանակումը դա լուրջ հարված էր, այս վերջին մի շաբաթվա ընթացքում լուրջ մարտեր են տեղ ունենում, Կուրսկի շրջանում են լուրջ մարտեր, այնտեղ վտանգ կա ուկրաինական զորքը կարող է ուղղակի մեջ ընկնել,
Եվ այդ բոլորը մահերը Դոնալդ Թրամփի վրա են։ Այդ ուկրաինացիների զոհված ուկրաինացիների արյունը Դոնալդ Թրամփի վրա է։ Իսկ այն դեպքում, երբ նա հայտարարում էր, որ հակամարտություններ թույլ չի տալու, մարդկանց կոտորածներ, ջարդեր թույլ չի տալու, նույնը մենք տեսնում ենք նաև Սիրիայում եւ արևմուտքից բացի դատապարտող հայտարարություններից այլ կոնկրետ գործողություններ չկան։ Այո, եւ դա նա ցինիկաբար նույնիսկ խոսում է դրա մասին։ Լրագրողները ճեպազրույցների ժամանակ հարց են տալիս, ինքը գիտակցում է դա, նա ինքն է ասում, որ այնտեղ լուրջ մարտեր են, նա տրամաբանական է համարում, որ Ռուսաստանն օգտվում է այս ընձեռնված պատուհանից, մի քիչ անտրամաբանական է ինձ համար խոսել այդպիսի բաների մասին, երբ նախագահը խոսում է, բայց ունենք այն ինչ ունենք։ Տեսնենք, շատ հնարավոր է, որ ի վերջո այսքան փորձերից հետո, երբ կբացահայտվի իրականում, որ ռուսական կողմը ընդհանրապես նպատակ դրված չէ կանգնեցնել պատերազմական գործողությունները, մենք միգուցե տեսնենք ռևերս ամերիկյան եւ ավելի ուժգնացող սանկցիաներ, ինչի մասին խոսում էր արդեն այդ տխրահարճակ դարձած սենատոր Գրեմին կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում անունը, շատ պետք է սպասենք այս շաբաթ կարծում եմ վճռորոշ կլինի։ Պարոն Բլեյան, հիմա Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլ նախատեսված չէ, իսկ Թրամփը հույս էր հայտնել, որ մեծ բաներ կարող են տեղի ունենալ այս շաբաթ։ Եվ այս համատեքստում մենք այսինքն արձանագրենք, որ Թրամփը պարզապես չի կարողանում ազդել Պուտինի վրա, այսինքն նույն պարտադրող գործիքները չունի Պուտինին ավելի կառուցողական դաշտ բերելու, թե պարզապես նրա սերն է Պուտինի նկատմամբ այսպես ընդգծված եւ նա չի ուզում ուղղակի պարտադրել ռուսական կողմը։ Չեմ բացառում, նա միշտ շատ սիրատոչոր է արտահայտվել թե Պուտինի, թե Սի Ցզինպինի, թե Էրդողանի, թե Կիմ Չեն Ընի անվամբ հանդեպ, հետեւաբար նա ունի այդ համակրանքը, հա, ավտոկրատ երկրների ղեկավարների նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ երբ ուկրաինացիների հետ խոսեն եւ հասկանան, որտեղ են կարմիր գծերը ուկրաինական, դրանից հետո միգուցե հենց նույն այս շաբաթ, եթե Զախարոնովան ասում է նախատեսված չէ, դա չի նշանակում, որ չեն կարող նախատեսվել։ Հետեւաբար կարող է օրինակ ուրբաթ օրը հանդիպել եւ արդեն քննարկել։ Դրա համար եմ ասում, որ այս շաբաթը կարծում եմ վճռորոշ է լինելու, միգուցե նաև նա հասկանալով, որ ուկրաինական դիրքերը բանակցային սեղանի շուրջ, ուրեմն կնվազեն այդ սպառազինության եւ տեղեկատվական դադարից հետո հետախուզական տեղեկատվության դադարից հետո եւ փորձում է ել ավելի լուրջ պարտադրանքներ ներկայացնել, կորզել Զելենսկից, որպեսզի դրանք հետո վաճառի Պուտինի վրա։ Բայց ես կարծում եմ նաեւ, որ Թրամփի ուղեղում մի այնպիսի հնարք կա, որ նա կկարողանա Ռուսաստանին պոկել Չինաստանից։ Ես չեմ հավատում դրան, երբ հետևում եք ռուսական քաղաքական դիսկուրսներին, իրենց քաղաքագետների դիսկուրսներին, իրենք գիտակցում են, իրենք են խոսում դրանից եւ իրենք նույնպես ասում են, որ անհնար է, որպեսզի ռուս-ամերիկյան հարաբերությունները գերադասվեն ռուս-չինական հարաբերություններին։ Բայց Դոնալդ Թրամփը, գիտեք, ուրույն տեսակ է, բոլորն այնտեղ լսում են իրեն եւ իր վարչակազմը հիմնականում զբաղված է ոչ թե գործով, այլ թե ինչպես Սիրաշահ են իրենց նախագահին, Թուրքմենստանն է երբեմն արդեն հիշեցնում, բայց ունենք այն ինչ ունենք, պետք է հաշտվենք այս իրականության հետ եւ հուսանք, որ Դոնալդ Թրամփը ի վերջո կսկսի նաեւ երբեմն լսել իր խորհրդատուներին եւ իսկ խորհրդատուները նաեւ կսկսեն երբեմն արդեն իրականությունները նույնպես բացատրել նախագահին։ Հիմա Սիրիայում կատարվածին, եթե անդրադառնանք վերջին օրերին այդ բախումները, սա կարող ենք համարել Թրամփի քաղաքականության նաև հետևանք։ Եթե այո, մեր ներքաղաքական դաշտում, վերլուծական դաշտում այս իրադարձությունները որակվեցին որպես ցեղասպանություն։
ըստ էության, որը չկանխվեց, որի շուրջ եղան ընդհանրապես դատապարտող, ինչպես արդեն ասացի, հայտարարություններ եւ մարդիկ ասում են տեսեք այս դեպքերը, աչքի առաջ ունեցեք Հայաստանի ղեկավարություն եւ պատրաստվեք պատերազմի, որովհետեւ նույն վարքագիծը կարող է դրսևորել Բաքվի բռնապետը։ Այո, այո։ Ընդ որում Դոնալդ Թրամփը խոսել է նաեւ մեր մասին իր նախընտրական խոստումներում, մեղադրելով Քամալա Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ 120,000 քրիստոնյա հայեր տեղահանվում էին, երբ ես վերադառնամ, ես խաղաղություն կբերեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հայերը կվերադառնան իրենց տեղամաս, ես հիմա չգիտեմ, թե արդյոք մենք պետք է ապավինենք ամերիկյան կողմի միջնորդությանը, որովհետեւ այդ միջնորդության ժամանակ մեզ էլ կարող են պարտադրեն։ Պատկերացրեք մի պահ, երբ Դոնալդ Թրամփը բնականաբար Ալիևը իր համար ավելի նախընտրելի գործիչ կլինի, ես գիտեմ, որ Իսրայելը շատ լուրջ լոբինգով է զբաղված, Ադրբեջանի, հօգուտ Ադրբեջանի եւ մեզ կարող է Միացյալ Նահանգները պարտադրել, ասել դե միջանցքա ինչ է եղել, տվեք, խաղաղությունը ոնց միջանցքում տան։ Ադրբեջանին կողմում պետք է Ադրբեջանին։ Չէ, մեզ ստիպեն։ Մեզ ստիպեն, որպեսզի մենք տանք Ադրբեջանին։ Այստեղ տարբերություն դնել Ադրբեջան թե Թուրքիա։ Բայց խոսքը գնում է Զանգեզուրյան, այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին, ընդ որում ոչ թե Ադրբեջանին, այլ ռուս-ադրբեջանական տանդեմին։ Եվ հետեւաբար մենք պետք է հասկանանք, թե արդյոք մեզ այս պայդրությամբ ցանկալի է ամերիկյան միջնորդությունը, այստեղ վտանգ կա։ Բայց ռուս-ադրբեջանական տանդեմին միջանցք տալը դա արդյոք բխում է ԱՄՆ-ի շահերից։ Իսկ իր դաշնակիցներից հեռվանալը արդյոք բխում է ԱՄՆ-ի շահերից։ Երբ իր ամենամոտ ընկերն ու բարեկամ երկիրը Կանադայի հետ հանդեպ այդպիսի վարքագիծ է դրսևորում Միացյալ Նահանգների նախագահը, դա արդյոք բխում է ԱՄՆ-ի շահերից։ Ես չեմ կարծում, որ բխում է։ Իսկ ով ասաց, որ այն ինչ ասում է Դոնալդ Թրամփը, դա ամերիկյան շահերից է բխում։ Ես թերահավատ եմ այդ ուղղությամբ։ Այսօր արդեն իսկ խոսում են Միացյալ Նահանգներից են խոսում, որ այն ինչ կատարվում է, դա անկախատեսելի է։ Հասկանում եք, Ռուսաստանի կողմից խարխլած այդ իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, Դոնալդ Թրամփի թեթև ձեռքով ամբողջովին փլուզվեց։ Եվ այսօր նոր աշխարհակարգի կարիք կա։ Եվ թվում է, թե երկու աշխարհակարգ է ձևավորում, մեկը ուժի վրա հիմնված, որը Դոնալդ Թրամփն է առաջ մղում, մյուսը իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, որի տերն ու տիրակալը եվրոպական երկրներն են, այդ թվում ոչ միայն եվրոպական, հասկանում եք, Կանադա, մյուսները, իսկ դուք պատկերացնում եք Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կամ Թայվանի ղեկավարները ինչ անհանգստության մեջ են։ Այսինքն եթե դու մի պահ կարող ես արթնանալ եւ ասել, որ այլևս անվտանգային հովանոց չունի Եվրոպան, իսկ ինչպես օրինակ թայվանցիները վստահ լինեն, որ այդ հովանոցն իրենք ունեն։ Կամ երբ դու ստիպում ես մի երկրի ուրեմն հանձնել քո միջուկային արսենալը, ի պատասխան դրան դու անվտանգություն ես խոստանում, իսկ հետո տեր չես կանգնում, իսկ ինչու օրինակ Հարավային Կորեան կամ Ճապոնիան այսօր չպետք է մտածեն միջուկային զենք ունենալու մասին։ Դուք պատկերացնում եք, քանի երկիր կամ դու որ ստիպում ես Իրանին միջուկային զենք չունենալու համար, ինչի դիմաց։ Եթե դու քո խոսքի տերը չես, որպես երկիր, դա լուրջ հարված է։ Սա հայտարարություն է, ես մեծ ցավով եմ ասում, որ Միացյալ Նահանգներն այսօր այս իրավիճակում են։ Իսկ այս իրավիճակից, պարոն Բլեյան, Եվրոպան ինչպես է դուրս գալու, այսինքն նա կկարողանա իսկապես պատվով դուրս գալ, որպես աշխարհաքաղաքական կենտրոն դուրս գալ, այդպես միասնական, ուժեղ, ավելի իրենք այլընտրանք չունեն։ Այլընտրանքն իրենց համար դա մահ է։ Որովհետև մենք ապրում ենք համաշխարհային պատերազմի նախաշեմին, միգուցե արդեն իսկ համաշխարհային պատերազմ է, մենք դեռ դա չենք գիտակցում, որովհետև Ռուսաստանն այսօր ագրեսոր է, իրապես ագրեսոր է։ Նորովի Հիտլերի հետ մենք գործ ունենք Վլադիմիր Պուտինի տեսքով։ Եվ մտածել թե դա մեզ չի վերաբերում, մտածել թե այն ինչ կատարվում է Ուկրաինայում կամ եկեք վերաբանակցենք, հա, հիմա խոսում են, ասում են եկեք ռուսների հետ խոսենք, հասկանանք, ինչ է հասկանաս։ Ինքը չի ճանաչում քեզ որպես անկախ երկիր։ Ինքը արևելյան Եվրոպայի երկրները չի դիտարկում որպես անկախ երկիր։
Ինչը պետք է իրեն բանակցես։ Ոչ, հակառակը, մենք պետք է այսօրվանից Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի հետ բանակցենք, որպեսզի այս տարածաշրջանը, Վրաստանն ու Հայաստանը դիտվեն այդ մեծ անվտանգային էկոհամակարգի մի մաս։ Իսկ դա ձևավորում է, չեն կարող չձևավորել։ Չես կարող գիտակցել, որ 500 միլիոնանոց շուկա, բնակչություն, միջուկային տերություն ունենք Ֆրանսիայի տեսքով, Միացյալ Թագավորության տեսքով, որ իրանք կարող են պարտվել։ Ոչ, իրենք համախմբվեն, իրենք արդեն իսկ համախմբվում են, իրենք համախմբվել են, իրենք մենք խոսեցինք արդեն, սպառազինության մասին դա առաջին քայլն է, եւ իրենք հասկանում են, որ Ռուսաստանը երկար չի սպասելու։ Ինչի մասին խոսել է նաև Մակրոնը, որ 2030 թվականին Ռուսաստանը պատրաստվում է արդեն հարձակվել եվրոպական երկրների վրա, Եվրոպական միության երկրների վրա։ Ամփոփենք մեր զրույցը, պարոն Բլեյան, Հայաստանը այս իրադարձությունների ֆոնին կարելի ասել մասամբ գտնվում է նախընտրական, մասամբ էլ ներկա նախկիներ տրամաբանության մեջ, ինչու եմ այսպես ասում, նախ Գյումրում այդ ընտրապայքարը Փաշինյանը այսպես է անվանել գողացվածն ու թալանվածը պաշտպանելու վերջին ճակատամարտն են տալիս ընտրապայքարում ներգրաված տեխնացուները, իսկ նախկիներին ընտրակեղծարար ուզուրպատորներ անվանելով ասում է չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այս ներքաղաքական իրավիճակը ինչպես կբնութագրեք, ինչ վերլուծություն ունեք, որքանով է սա նորմալ, adekvat այն ամենին ինչ տեղի ունենում աշխարհում։ Ես երկուսի հետ համաձայն եմ իր ասածի։ Բայց դա նամանավանդ առաջի ասածը բխում է, դա փաստում է այն, որ իրենք տապալել են։ Ի՞նչն են տապալել։ Եթե 7 տարի անց այն ուժերը, այն դեմքերը, ովքեր պետք է ազատություն աղերսեին ճաղավանդակներից այն կողմ, այսօր քաղաքական հայտ են ներկայացնում։ Այն դեմքերը, ովքեր կեղեքել են եւ բսկտել են Գյումրին, այսօր քաղաքական հայտ են ներկայացնում։ Որտեղ է այդտեղ արդարադատությունը։ Ո՞վ է դրանում մեղավոր, եթե ոչ իշխանությունը։ Ո՞ւմ եք մեղադրում։ Նորից պաշտպանություն եք փորձում աղերսել քաղաքացիներից, այս դեպքում գյումրեցիներից, որպեսզի իրենք գան եւ քվե տան ձեզ, որ ինչ անեն։ Տվել էին քվե։ Ինչ կապ ունի ժողովրդավարությունը դրա հետ։ Ուզում եք ասեք, որ ՀԱՊՀ անդամ Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան ԵՄ ասոցիացված անդամ Մոլդովան կամ ԵՄ անդամ Ռումինիան։ Տեսեք իրենք ինչ են անում։ Այդպիսի քաղաքական դեպքեր այնտեղ չկան։ Իրենք իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվեն, իրենց կուսակցությունները փակվում են։ Եվ ոչ մի Վենետիկի հանձնաժողով, ոչ մի Եվրոպական խորհուրդ, Եվրոպական միություն եւ այլն Եվրահանձնաժողով ոչ ոք չի բողոքում։ Ասում են այո, ճիշտ եք անում։ Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, անընդմեջ, անընդհատ պաշտպանության կարիք ունի։ Իսկ սա ամենաթողություն է։ Իրենց քաղաքական դաշտում մնալը երկար ժամանակ աշխատել է հոգուտ քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարկանիշի, բայց արդեն դա հակառակ էֆեկտն ունի, որովհետև մարդիկ այն ինչ որ ես ասում եմ, սովորական քաղաքացիները նույնպես ասում են։ Ես ուզում հարցնել, դուք շփումներ եք ունենում, արդյոք Փաշինյանի ռետորաբանությունը կհասնի նպատակին։ Ես չեմ կարողանում ենթադրել, թե ինչ կարող է լինել, բայց ես կարող եմ ասել, որ քաղաքացիները, գյումրեցիները ասում են, որ ոչ։ Իրենք չպետք է լինեին ազատության մեջ։ Այդ հակակոռուպցիոնով, որ գումարներ եք տանում, բան, այդ հասկացանք, բայց ուր է քաղաքական գնահատականը։ Այսօր իշխանությունը շատ կարևոր բան ունի անելու։ Իրավաքաղաքական գնահատական տալ 99 թվականի մայիսից մինչև 18 թվականի մայիսը։ Եվ բոլոր անուժերը, որոնք մաս են կազմել իշխանությանը, Երևանում, այլ քաղաքներում, իրենք չպետք է մասնակցեն ընտրությունների։ Դա է նորմալ տրամաբանությունը, երբ տեղի ունենում հեղափոխություն։ Երբ կլեպտոկրատիայից երկիրը վերափոխվեց եւ դարձավ դեմոկրատական։ Այդ պարագայում մենք ունենանք շատ առողջ ազգային ժողով 26 թվականին, շատ առողջ Գյումրու ավականու անդամ, ավականի Եվ քաղաքական դաշտ, եւ ժողովուրդը հոգնել է արդեն։ Նա էլ չուզում լսել ով է հողատու,
ով է կոռումպացված, ում է բերել, ժողովուրդը գիտի Սերժին ու Ռոբերտ Քոչարյանին ով է բերել եւ ում են իրենք սպասարկում, առավել եւս երկրորդ նախագահը։ Դու էլ գիտես, ինչ է կանում դրա մասին, դրա հետ կապված ինչ է կանում։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։